Զարշավների մեջ եք։ Չեմ ընդհանրապես գիտեմ որ գելափը նոր հրապարակեց կարծիք չունեմ մի բանի մասին որ ինձ անոտ չեմ բայց քանի որ եթե ասում եք ամերիկյան ընկերություն չէ Բրևիսը ստե չի ինձ ուրիշ բան ասացին ես ուղղակի ինքս չեմ նայել որևէ թվերի IRA-ի ինչ որ հարցում է IRA-ի մի մաս է չեմ կարող այդ հարցի բանել վերջերս գելափը ուրիշ թվեր էր հարապարակեց ուրիշ հարցումներ էր ուրիշ թվեր են տալիս ես կարծում եմ այստեղ ուղղակի քաղաքական ինչ որ կոմպոնենտ կա ու ընդհանրապես հեռախոսային հարցումները պրոբլեմային են քանի որ բոլորը մտածում են որ իրենց հեռախոսները լսվում են եւ իհարկե մարդիկ եթե կապ ունեն պետական համակարգի հետ կամ դպրոցում է աշխատում կամ մանկապարտեզում մտածած է հաստատ չի ասել եթե մի լայքի համար մարդու աշխատանքից են հեռացնում ապա պատկերացրեք մարդկանց վիճակը այդ տեսանկյունից ինձ համար նաև տեխնոլոգիայի կիրառման տեսանկյունից արժանահավատ չի այս վիճակը Պարոն նախագահ, եւ մի հարց, մենք հիշում ենք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ստորագրել է, որպեսզի փրկի 25000 զինվորի կյանք, որից հետո այս քարոզարշավի ընթացքում Երևանի փողոցներում մարդկանց վրա բղավում է ինքը իր պաշտպանության նախարարը, թե ինչու չեք զոհվել դուք, ինչու եք ողջ։ Նաեւ մենք տեսնում ենք, թե ինչքան շատ մարդ է քրեական գործերով անցնում մեղադրանքներով Նիկոլ Փաշինյանի թիմի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքներով։ Այս ամենը արդյոք ինչ որ նախազգուշացում չէ գործողությունների, որ իրենք պատրաստվում են անել։ Երևի հա, բայց մենք նաև տեսնում ենք, որ սա այս իշխանության ոչն է, խոսել ժողովրդավարությունից, անել ճիշտ հակառակը, եւ եթե հետևեք, թե ինչքան մարդ կա ընդգրկված ցուցակում, քրեական գործերի տակ, տնային կալանքների տակ, Հայաստանի պատմության մեջ երբեք ուղղակի նման բան չի եղել։ Սա յուրահատուկ մի իրավիճակ է եւ ամենից տհաճ այս ամեն ինչի մեջ եվրոպացուց լռությունն է։ Ուղղակի ասենց կարտ բլանշ են տվել, ասում են ինչ ուզում ես արա, մենք ասելու ենք որ դու ժողովրդավոր ես։ Սա կրկնակի աջակցություն է, այո, սա կրկնակի ստանդարտների կիրառում է։ Սա այն դեպքն է, երբ աշխարհաքաղաքական շահերը գերադասում են ամեն ինչ։ Սա լուրջ վնաս է հասցնելու ժողովրդավարացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է մարդկանց, որ ասում են ինչի չեք մահացել, ինչու չեք մահացել, կամ Ղարաբաղի էլիտան ինչու չի մահացել, կոնկրետ ինքը եւ ԿՊ-ի էլիտան հանձնել է Հայաստանի տարածքից ավելի քան 240 կիլոմետր եւ նույն հարցը կարող ենք իրեն տալ։ Այդ տարածքի համար ինչի չեք գնացել, չեք կռվել, ինչու չեք մահացել։ Եթե անալոգիան սա է իրենց համար։ Եվ իմ վերջին հարցը, պարոն նախագահ, հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ձեզ անվանել է մարդասպան։ Արդյոք չեք պատրաստվում դատի տալ այդ զրպարտությունների, կեղծ տեղեկությունների համար, որոնք շրջանառվում են հաճախակի ձեր անձի շուրջ։ Ինքը սերիական մարդասպան է։ Ինքը մարդ է, որը իրեն դավաճան չասելու համար հազարավոր մարդկանց զոհաբերեց իր ասելով գիտակցաբար, որովհետև Ղարաբաղը արդեն, այսպես ասենք, Արցախը արդեն իր մտածելով կամ հետո իր կարծիքը փոխելով դա ադրբեջանական տարածք է։ Հիմա ինքը սերիական մարդասպան է, հազարավոր մարդիկ, մեկ կառ մեկ, հիմնական մեղավորը եւ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Առաջին մասը չարժի։ Հա,